Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօրվա գործակարգավարական նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այդ հնարավոր սահմանափակումներին Երևանում ծնողները մեծամասամբ ընկալունակ են։ Ոչ միայն ընկալունակ են, այլ նաև ավելին աջակցում եւ խրախուսում են, նշել է քաղաքապետը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է 1-ից 6-րդ դասարանցիներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի միջոցառումների դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ ստիպված կլինեն բերել, կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի, հետո արդեն թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիներին կառաջարկվեն խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Արձագանքելով նախաձեռնությանը Երևանի քաղաքապետ Ավինյանն ասել է, որ առաջարկում է հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ։ Եվ ես պետք է խնդրեմ Տիկին Խաչատրյան առաջարկեք այն լուծումները, որոնք որ կրթության վարչությունը ունի այս պայդրությամբ, որով որ մենք որոշակիորեն կկարողանանք սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դասապրոցեսի ժամանակ եւ որ շատ կարեւոր է երեխաների ընդհանուր դասապրոցեսից շեղվելու բոլոր բացասական հնարավոր հետևանքներ, որ ունի բջջային հեռախոսը դպրոցում, դրանցից խուսափելու համար։ Խնդրեմ Տիկին Խաչատրյան։ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում շարունակում է խորացնել երկրի մեկուսացումը միջազգային ասպարեզում եւ նույնիսկ Միացյալ Նահանգները հրեական պետության ամենահավատարիմ դաշնակիցը սկսում է կորցնել համբերությունը, կարծում է Washington Post-ի սյունակագիր Իշան Թարուրը։ Իսրայելի մեկուսացումը մեծանում է, գրում է լրագրողը։ Նա բացատրում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ունեցած ելույթը ուղեկցվել է դահլիճից դիվանագետների զանգվածային արտագաղթով, իսկ Պաղեստին պետությունը ճանաչող արևմտյան երկրների հասցեին նրա քննադատությունը անպատասխան է մնացել։ Ավելին, հոդվածի հեղինակը շարունակում է, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը կարող է որոշում կայացնել Իսրայելի հավաքականներին եւ ազգային հավաքականներին բացառելու ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, իսկ որոշ եվրոպական երկրներ ցանկանում են զրկել հրեական պետությանը 2026 թվականի Եվրատեսիլ երկի մրցույթին մասնակցելուց։ Իտալիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Ռուսաստանից կամ ռուսական արտադրության անընդհատ թռչող սարքերից հանրապետության համար որևէ սպառնալիք չկա։ Մենք չպետք է չափազանց դրամատիզացնենք, մեր երկրի համար ոչ մի անհանգստացնող բան չկա։ Ես ուզում եմ բոլորին հանգստացնել։ Ես այսօր առավոտյան նաեւ խոսել եմ Գրոսետոյի հետ, մենք քննարկել ենք դա եւ մենք բոլորս կհանգստանանք, ասել է Տայանին ըստ Il Fatto Quotidiano թերթի։ Նա ասել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել Իտալիայի վրա։ Ես կարող եմ հերքել դա, սակայն մեր հոպը միշտ զգոն է եւ ուշադիր։ Ռազմաօդային ուժերի արդյունավետությունը միշտ բարձր է թե ցամաքում, թե օդում, այնպես որ իտալացիները կարող են հանգիստ լինել, ընդգծել է նա։ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ դուրս է գալիս ընտրարշավից, այդպիսով հրաժարվելով քաղաքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու իր ծրագրերից։ Չնայած մեր ձեռք բերած ամեն ինչին ես այլևս չեմ կարող շարունակել իմ ընտրարշավը, ասել է նա X-ում հրապարակված տեսաուղերձում։ Քաղաքապետը հայտարարել է, որ մշտական լրատվամիջոցների շարքումները խանգարել են իրեն հայթայթել լուրջ ընտրական քարոզարշավ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցները։ Ադամսն իր հայտարարության մեջ չի աջակցել քաղաքապետի որևէ թեկնածուի, սակայն կոչ է արել նյու յորքցիներին առաջնորդներ ընտրել ոչ թե խոստումներով, այլ իրական արդյունքներով։ Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Լևենտե Մագյարը հայտարարել է, Ուկրաինան կարող է հրաժարվել տարածքի 5-րդ մասից հակամարտության խաղաղ կարգավորման դիմաց։ Պաշտոնյայի խոսքը մեջբերում է Telex պորտալը։ Մագյարը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել տարածքներից խաղաղության դիմաց։ Ես չեմ ուզում Ուկրաինային ասել, թե ինչ անել։ Ես պարզապես ասում եմ, մեր փորձից ելնելով խաղաղությունը երբեմն ցավոտ է լինում, ընդգծել է պաշտոնյան։ Այս պահին դինամիկա չկա Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների վերսկսման հարցում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդում է Լենտան։ Այստեղ դեռևս դինամիկա չկա եւ դա մեր մեղքով չէ։ Պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչային հարցին, կան արդյոք ազդանշաններ պատվիրակությունների միջև բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում այս
տարվա հուլիսի 23-ին։ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի ֆոնին Դանիայի օդային տարածքը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը փակել են բոլոր քաղաքացիական ԱԹՍ-ների համար, հաղորդում է երկրի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաջորդ շաբաթ Դանիայում կկայանա Եվրամիության գագաթնաժողովը։ Մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք անվտանգության վրա։ Փակումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի սեպտեմբերի 29-ից եւ կտևի մինչեւ ուրբաթ հոկտեմբերի 3-ը։ Արգելքը գործում է շուրջօրյա, ասվում է Դանիայի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։ Դրոնների համար երկինքը փակելու որոշումը կայացրել է տրանսպորտի նախարար Թոմաս Դանիելսենը։ Պաշտպանության եւ արդարադատության նախարարներ Թրոելս Լունդ Պոլսենի եւ Փիթեր Հումելգորդի հետ խորհրդակցելուց հետո պաշտոնյան պարզաբանել է, որ արգելքը թույլ կտա բացառել այն ռիսկը, որ շտամու անօդաչու սարքերը կարող են շփոթվել օրինականների հետ եւ հակառակ։ Լարված իրավիճակ էր ստեղծվել Պաշտպանության նախարարության շենքի առջև։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Ինչ որ պահի քաշքշուկ էր ստեղծվել անհայտ կորածների հարազատների եւ ռազմական ոստիկանության միջև։ Հարազատները պնդում էին, որ նախարարության դռները պետք է բացվեն իրենց համար եւ թույլ տան հանդիպել պաշտոնատար անձանց հետ, ովքեր կպատասխանեն իրենց ուզող հարցերին։ Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր էր տեղակայել Պաշտպանության նախարարության վարչական շենքի մուտքերի մոտ։ Ստրասբուրգի Եվրոպայի պալատում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի հետ։ Արդյունավետ քննարկում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի հետ, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստրասբուրգում կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետը հանդիպել է նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ եւ երկուստեղ բարձր են գնահատել ՀՀ-ԵԽ համագործակցությունը։ Հոկտեմբերի առաջին շաբաթվանից Երևանում գրիպի դեմ պատվաստվելու շրջիկ կենտրոններ կգործեն։ Լրագրողների հետ հանդիպման այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Զարոհի Գրիգորյանը։ Պլանավորվում է, որ առաջիկա 2 ամսում մեկը կենտրոն վարչական շրջանում տեղակայված կլինի, իսկ մյուսը կշրջի Երևանի վարչական մյուս շրջաններով, ասել է նա։ Իրավապահները գործողություններ են իրականացրել ազգային ժողովի նախկին падգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ։ Վերջինիս պատկանող Կիլիկիա գործարանում ուրբաթ օրը քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել եւ ողջ գործարանը փակել։ Այս մասին հայտնել է Արմլուրը։ Ըստ տեղեկությունների քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը պատճառաբանելով. Ինչ սխալ բան եմ արել եւ ինչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ եւ ըստ էության քաղաքական իշխանությունները սկսել են ռեկետ գործարարների նկատմամբ աննախադեպ տուգանքներ նշանակելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը True Social սոցիալական ցանցում խոսել է Մերձավոր Արևելքում մեծ ձեռքբերման հասնելու իրական հնարավորության մասին։ Մենք իրական հնարավորություն ունենք մեծ ձեռքբերում ունենալ Մերձավոր Արևելքում։ Մենք բոլորս պատրաստ ենք ինչ-որ առանձնահատուկ բանի, պատմության մեջ առաջին անգամ։ Մենք կհասնենք դրան, գրել է Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ սեպտեմբերի 26-ին Թրամփը Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ համաձայնությունը հավանաբար ձեռք է բերվել։ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է զգոնությունը Բալթյան երկրներում Դանիայի օդային տարածքներ խուժած անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ Կոպենհագենի հայտարարությունից հետո, հաղորդում է AFP-ն վկայակոչելով դաշինքի ներկայացուցիչ Մարտին Օդոնելին։ Ըստ Օդոնելի ուժեղացված միջոցառումները ներառում են մի քանի հետախուզական, դիտարկման եւ տեղզնման հարթակներ, ինչպես նաեւ առնվազն 1 հակաօդային պաշտպանության ֆրեգատ Ռուսաստանի արևմտյան սահմանների հարևանությամբ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի բարձրագույն ղեկավարությունը մշտական կապի մեջ է Դանիայի ղեկավարների հետ անօդաչու սարքերի միջադեպերի կապակցությամբ, որոնք վերջինն են դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների շարքում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել խաղաղ բնակավայրերի դեմ, որը տևել է ավելի քան 12 ժամ։ Armenpress-ի հաղորդմամբ Facebook-ի իր էջում կատարած գրառման մեջ Վոլոդիմիր Զելենսկին նշել էր, որ օգտագործվել են 500 հարձակողական անօդաչու թռչող սարքեր եւ ավելի քան 40 հրթիռ։ Նրա խոսքով հարձակման թիրախում եղել են Կիևը եւ շրջակա շրջանները, ինչպես նաեւ Զապորեժիայի, Խմելնիցկու, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի եւ Օդեսայի մարզերը։ Հրետակոծության հետևանքով վնասվել է մայրաքաղաքում գտնվող Սրտաբանության ինստիտուտի շենքը։ Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ Ուկրաինայում վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում երեխաներ։ Գրել է Զելենսկին հավելելով, որ հարձակման են ենթարկվել հացահատիկի գործարան, անվադողերի գործարան, մասնավոր եւ բնակարանային շենքեր, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ 3 երեկոյան զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Նշվում է, որ օգտագործել են հեռահար օդային եւ ծովային տեղակայման ճշգրիտ զենքեր եւ հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին զրկվել է բանականությունից, երբ որոշում է կայացրել ռազմաճակատում լուրջ խնդիրների ֆոնին զենք վաճառել աֆրիկյան երկրներին, այս մասին գրել է թուրքական Դիկ գազետե պարբերականը փոխանցում է Լենտան։ Զելենսկին խելագարվել է Ուկրաինան արևմուտքին հանձնելով, նա մտադիր է շահույթ ստանալ իր մոտ եղած զենքը վաճառելով աֆրիկյան երկրների, նշվում է հոդվածում։ Հեղինակների կարծիքով ակնհայտ է զենքի վաճառքից ստացված եկամուտները չեն գնա Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, այլ յուրացվելու են Զելենսկու եւ նրա շրջապատի կողմից։ Սպիտակ տունը քննարկում է ՆԱՏՕ-ի այլ երկրներում Թոմահաուկ թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը, որոնք հետագայում կմատակարարվեն Կիևին։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Վերջնական որոշումը կկայացնի նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը կանի այն, ինչը համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին, ասել է Vance-ը։ Նա նշել է, որ սա է Թրամփի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտներում որոշումների շարժիչ ուժը։ Ուկրաինայի կողմից Եվրոպայում ռազմական սադրանքների նախապատրաստման մասին տեղեկությունները հավաստի հիմքեր ունեն, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ես կասկած չունեմ, որ այս բոլոր հաղորդագրություններն ու տեղեկությունները ունեն ամենահավաստի հիմքերը, ասել է Լավրովը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կիևը ծրագրում է սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում, հետագայում Ռուսաստանին դրանում մեղադրելու համար։ Նրա խոսքով Ուկրաինան ծրագրում է վերանորոգել մի քանի խոցված անօդաչու թռչող սարքեր, հագեցնել դրանք ենթազինամթերքով, քողարկել որպես ռուսական անօդաչու թռչող սարքեր եւ ուղղորդել դրանք Լեհաստանի եւ Ռումինիայի խոշոր տրանսպորտային հանգույցների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը ներկայումս համագործակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ Գազայի պատերազմը դադարեցնելու 21 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի իրականացման ուղղությամբ։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ասել է Նեթանյահուն, պատասխանելով ծրագրին վերաբերող հարցին։ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված հանդիպումից 1 օր առաջ այն դեռ ավարտված չէ, բայց մենք աշխատում ենք նախագահ Թրամփի թիմի հետ հենց այս պահին, երբ խոսում ենք, հուսով եմ ամեն ինչ կստացվի, որովհետև մենք ուզում ենք ազատել մեր պատանդերին, վերջ տալ Համասի իշխանությանը, զինաթափել նրանց, ապա ռազմականացնել Գազան եւ կառուցել նոր ապագա, ինչպես Գազայի բնակիչների, այնպես էլ իսրայելցիների եւ ողջ տարածաշրջանի համար, ասել է Նեթանյահուն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում գրել էր Մերձավոր Արևելքում մեծ ձեռքբերում ունենալու իրական հնարավորության մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 79 պաղեստինցի է զոհվել, իսկ 379 վիրավորվել։ Այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարած հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տեղեկատվության համաձայն Իսրայելի ռազմագործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 66005 մարդ է զոհվել, վիրավորվել 168162-ը։ Ուկրաինան դարձել է ամբողջ աշխարհում ահաբեկիչներին կամիկաձե դրոնների հիմնական մատակարարներից մեկ, այս մասին հայտարարել է Մալիի վարչապետ Աբդուլլայե Մաիգան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ուկրաինական ռեժիմը դարձել է ամբողջ աշխարհում ահաբեկչական խմբերին կամիկաձե դրոնների հիմնական մատակարարներից մեկը։ Այդ կապակցությամբ որոշ արևմտյան երկրներ պետք է դադարեն զենք մատակարարել Ուկրաինային, քանի որ նրանք վտանգում են ներդրում ունենալ միջազգային ահաբեկչության տարածման գործում, հայտարարել է պաշտոնյան։ Մալիի վարչապետը հիշեցրել է, որ Ուկրաինան
Ուկրաինան բացեի բաց հայտարարել է 2024 թվականի հուլիսին Տինզա ուտենում Մալիի անվտանգության ուժերի վրա հարձակմանը մասնակցության մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ից 30-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Այսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Սեպտեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում։ Առաջին ատյանի դատարանը կայացրել է վերդիկտ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ։ Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի եւ չափի վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնել է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։ Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու։ Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 15:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։ Դատական նիստը կլինի դռնբաց։ Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ վարույթ է ընդունվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անունից ընդդեմ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի հայցադիմումը զրպարտությունը հերքելու պահանջի մասին։ Նշենք, որ Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ-ից պահանջում էր հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։ Դատարանը կալանավորել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ու նրա ընկերոջ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Հ. Հարությունյանին։ Քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություններ ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է նաև առերևույթ սպանություն կատարած խմբի մյուս անդամ հանդիսացող անձի ինքնությունը, ով ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ եւ մատնանշել հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգի գտնվելու վայրը։ Քննիչի կողմից առգրավել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել նաև Նարեկ Օհանյանը, ով փետրվար ամսին Փարաքարում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Կրեմլը կսպասի ԱՄՆ-ի պատասխանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մենք այս շաբաթ կսպասենք, ակնհայտ է Թրամփը վերջին մի քանի օրերին շատ զբաղված է եղել։ Գլխավոր ասամբլեայի համար ժամանած հյուրեր, գործընկերներ, որոնց հետ նա բանակցություններ է վարում եւ ներքին հարցեր։ Ակնհայտ է սրանք նրա համար դժվար օրեր են եղել, նշել է Պեսկովը։ Իրանը վերջին ամիսներին արագացրել է շինարարությունը Նաթանզից հարավ գտնվող գաղտնի ստորգետնյա ռազմական հաստատությունում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներից հետո, այս մասին հայտնում է Washington Post-ը, հղում անելով արբանյակային լուսանկարներին եւ վերլուծաբաններին։ Աշխատանքներն իրականացվում է 2020 թվականից, սակայն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո գործընթացը զգալիորեն արագացել է, ասվում է հոդվածում։ Նշվում է, գաղտնի օբյեկտը գտնվում է Նաթանզում գտնվող միջուկային համալիրից 1.6 կիլոմետր հարավ Զագրոսի լեռնաշղթայի տակ։ Պարբերականի տվյալներով Զագրոսի լեռնաշղթայի խորքում թունել է կառուցվում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է այս պահին այլևս չի կարելի խոսել Գերմանիայում խաղաղության մասին։ Նրա խոսքերը մեջբերում է գազետան։ Մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղ չենք ապրում, հայտարարել է կանցլերը։ Ամենօրյա դիվերսիաներ տվյալների կենտրոնները շարքից հանելու փորձ, կիբերհարձակումներ, նշել է պաշտոնյան, ընդ որում Մերցը որևէ հստակություն չի ներկայացրել։ Հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները նախատեսում են դատական հայց ներկայացնել երկրի սահմանադրական դատարան, պահանջելով արգելել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրագլի Կոբախիձեն։
Գոյդան Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. Գործընկեր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Սախամոյանի հետ քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Միքայել arczepiskopos Աճապահյանին։ Սրբազանը ամուր էր, լավ տրամադրությամբ մեզ պատմեց իր հոգևոր ծառայությունից ուշագրավ դրվագներ։ 2 ժամ տևած տեսակցությունն անցավ ակնթարթի պես։ Ամեն անգամ նորով ենք բացահայտում Շիրակի թեմի առաջնորդին։ Տոկուն, ժուշկալ, անձնվական, այսպիսի հատկանիշներով կարելի է բնորոշել նրան։ Գտնվելով անազատության մեջ, Սրբազանն իր ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը, հատկապես հայկական եւ արտասահմանյան գրականությանը։ Բոլոր իշխանությունների օրոք սկսած խորհրդայինից Միքայել Աճապահյանը աչքի ընկել իր սուր քննադատություններով։ Հատկանշական է, որ ճաղերի ետևում հայտնվեց իրեն Ժողբաստիոն հռչակած այս իշխանության օրոք եւ հրանգով։ Ցավոք, փակ են տեսակցությունները Բագրատ Սրբազանի պարագայում։ Մի բանում վստահ ենք, անհնար է ընկճել այսպիսի հոգևոր առաջնորդներին։ Մեր երկու սրբազանները խղճի եւ հավատի բանտարկյալներ են։ Ասացեք արդարին, թե իր համար լավ է լինելու, քանի որ իր գործերի պտուղն է ուտելու։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան Red Wings ավիաընկերության WZ-1347 չվերթը, որը շարժվում էր Նիժնի Նովգորոդից դեպի Երևան, թռիչքի ժամանակ խափանվել է ու ստիպված է արտակարգ վայրեջ կատարել Սամարայի օդանավակայանում։ Փաստինֆոյի տեղեկություններով իմանալով խափանման մասին ուղևորների շրջանում խուճապ է սկսվել ու որոշների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության խումբ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Բարեբախտաբար ինքնաթիռում գտնվել է նաև բժշկուհի, որը կարողացել է մինչ շտապօգնության ժամանումը առաջին օգնություն ցուցաբերել տուժած ուղևորներին։ Այս պահի դրությամբ ուղևորները շարունակում են գտնվել Սամարայի օդանավակայանում օդանավի մեջ։ Նրանք տեղեկացված չեն, թե երբ կամ ինչպես կշարունակվի չվերթը։ Ավիաընկերության կողմից դեռևս հստակ պարզաբանումներ չեն ներկայացվել խնդրի վերաբերյալ։ Բաքվում շարունակում է ապօրինաբար պավող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը ապրիլյան մարտերի հետ կապված փաստաթղթեր են ներկայացրել։ Շինծու գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է կցանկանար խոսել ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասելու բան ունեմ, կարծում եմ եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է խորհրդակցությունների մեջ մտնենք, ասել է Լուկաշենկոն։ Բելարուսի առաջնորդը հիշեցրել է հատուկ ռազմական գործողության սկզբում իր առաջարկի մասին նստել եւ 3 սլավոնական պետությունների ղեկավարներին պայմանավորվել այս անհասկանալի պատերազմի ավարտի մասին։ Պետք է պայմանավորվել, քանզի չպայմանավորվելու դեպքում բոլորի համար վատ կլինի, ընդգծել է նախագահը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար կանչել է Եվրամիության 3 երկրների Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիայի դեսպաններին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Ռուսաստանի եւ Չինաստանի առաջարկած բանաձևի նախագծի մերժումից հետո 3 եվրոպական երկրների անպատասխանատու գործողությունների կապակցությամբ, որոնք չարաշահել են համատեղ համապարփակ գործողությունների համապարփակ ծրագրի վեճերի լուծման մեխանիզմը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու համար Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանները Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում կանչվել են Թեհրան։ Խորհրդակցությունների համար ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Իսկ այժմ սպորտի լուրերից հարձակվող Հարի Քեյնը հասավ Բավարիայի կազմում 100 գոլի նշաձողին դուբլ ձևակերպելով Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի Վերդերի դեմ խաղում։ Ինչպես հայտնում է Սկուավկան, անգլիացի ֆուտբոլիստին պահանջվել է ընդամենը 104 խաղ, 1 ակումբի կազմում այդ ցուցանիշին հասնելու համար, ինչը 21-րդ դարում թոփ 5 լիգաներում ամենաարագ արդյունքն է։ Քեյնը գերազանցել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդի եւ Մադրիդի Ռեալի նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդու ցուցանիշը, որոնք 100 գոլ էին խփել 105 խաղում։ Քեյնը Բավարիայի տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt-ի խաղացողի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։ Այսօր սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի այսօրը ժամը 07:10-ի սահմաններում Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում։ Պատերազմից 5 տարի է անց դեռ ունենք գերիներ, իսկ պաշտոնական տվյալներ չկան զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների թվի մասին։
Կիևի իշխանությունները մտադիր են կեղծ դրոշի ներքո սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում, որպեսզի դրանում մեղադրեն Ռուսաստանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կիևի ծրագիրն է վերանորոգել մի քանի խոցված կամ գաղտնալսված ԱԹՍ-ներ, այնուհետև դրանք զինել մարտական խոցող, տարով եւ ուկրաինացի մասնագետների կողմից կառավարվող ԱԹՍ-ներ ուղարկել Լեհաստանում եւ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցներ։ Ուկրաինայի հաջորդ սադրանքի դեպքում երրորդ համաշխարհային պատերազմը սարերի հետևում էլ չի լինի, նշել է դիվանագետը։ Եթե այս ամենը հաստատվի, ապա մենք պետք է խոստովանենք, որ ժամանակներում Եվրոպան երբեք այդքան մոտ չի եղել երրորդ համաշխարհայինի սկսվելուն, ընդգծել է Զախարովան։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցան կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեականորեն գրքով արգելված առարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարութային գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտաբերելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացող մարմիններն ամբողջությամբ տիրապետում են օպերատիվ իրավիճակին, իսկ նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ։ Քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կենսագործելու, ինչպես նաև նախաքննության համակողմանիությունն ապահովելու ուղղությամբ։ Հաշվի առնելով քրեական վարույթի հանրային հնչեղությունը, քննչական կոմիտեն քննության արդյունքների վերաբերյալ օրենքով նախատեսված թույլատրելիության սահմաններում պարբերաբար հանդես կգա հաղորդագրությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը ուղղված է խաղաղության, դա կլինի Ադրբեջանի հետ, թե այլ հարևանների հետ, սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Այս մասին այսօր 44 օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում լրագրողները զրույցում ասել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով այս հարցը չի կարող համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից, իր գերեզմաններից, իր սրբություններից։ Ես բազմիցս դա նշել եմ։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա ես ասեի, որ մեծ խնդիր են ստեղծում, հնարավոր է հետագայի համար թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում, արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի տեսքով, ասել է նա։ Շահրամանյանն անդրադարձել է դե մնայիք, կռվեիք, չգայիք, չտայիք եւ ասել, որ այդ խոսույթին լուրջ չի վերաբերվում։ 2020 թվականից հետո Արցախում ստեղծված իրավիճակից ելնելով խոսել, որ մնայիք, պայքարեիք, սա ես լուրջ չեմ կարող ընդունել։ Նման արտահայտություններ անող մարդիկ չեն կարող իրենց լուրջ անձնավորություններ համարել, նշել է Սամվել Շահրամանյանը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին 30-ի գիշերը, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ից 3-ը, հոկտեմբերի 1-ից 2-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 30-ին հնարավոր է նաեւ ամպրոպ։ Քամին արևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան, սեպտեմբերի 28-ից 30-ն առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ից 3-ը 29-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-ից 3-ը սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։